Հունիսի 7-ին ներքին գործերի նախարարությունում ստացվել է ահազանգ, որ Գյումրիի մի ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչները ընտրակաշառք են բաժանում։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ խմբերն անմիջապես մեկնել են նշված հասցե եւ ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալել եւ քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը տեղափոխել 3 անձի։ Հայտնաբերվել են ընտրողների ցուցակներ, հանգամանքները պարզվում են։ Աստորեն պարզապես աջակցի տուն է, հա։ Հարգելիս, ես այս պահի դրությամբ ինչ-որ ավել տեղեկություն չեմ կարող ներկայացնել, քանի որ անձամբ այդ անձանց հետ չեմ ճանաչում։ Իմ ունեցած տվյալներով, տեղեկություններով հանդիսանում էին ուժեղ Հայաստան կուսակցության աջակիցներ, թվով 3 անձ այս բնակարանից ձերբակալվել եւ տեղափոխվել էին։ Ինչպես տեսնում ենք, բնակարանի շինության դուռը բաց վիճակում էր գտնվում, սա բնակարանի արտաքին դուռն է, հա, որը բագեսմուտ գործում։ Փագը հեռացել են։ Փոքր-ինչ առաջ ոստիկանության աշխատակիցները եկան, ոստիկանության աշխատակցի միջամտությամբ բնակարանի բակի դուռը բացվեց, 2-3 ոստիկաններ մուտք գործեցին, ինչպես բոլորը տեսակ բնակարան եւ դուռը ներսից փակվեց։ Հիմա մեր մոտ հարց է առաջանում, թե ոստիկանները ներսում ինչ պետք է անեն։ Եթե դեպքի վայրի պահպանություն էր խնդիրը, դեպքի վայրի պահպանություն կարող են իրականացնել դրսից, քանի որ բնակարանը ցանկապատված է եւ բնակարանը բոլոր 4 հնարավոր տարբերակներով կարող են ոստիկանության աշխատակիցները շրջափակեն եւ բնակարանում պահպանություն իրականացնեն։ Պարադից չէ, որ պետք է անձամբ մուտք գործեն։ Մտահոգություններ կան, որ որևէ բան այնտեղ կարող է հայտնվել, որից տեղյակ չեն։ Այո, մտահոգություն կա, որի վերաբերյալ փոքր-ինչ առաջ ահազանգել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Իսկ ներսում էլի մարդ կան, տանիքի անդամներ կան։ Տեղեկություն չունեմ ես։ Կներեք, բայց ասում են մեր գործողությունները օրենքի շրջանակում է, բայց օրենքի շրջանակում ես գտնում եմ, որ իրենց գործողությունները չի կարող օրենքի շրջանակներում լինել, եթե անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտվում։ Պարզ բան ասեմ, սա անձի բնակարանն է, ֆիքսենք, հա, ցանկապատված է, հստակ սահմանազատված է եւ ոստիկանության աշխատակիցները որպես դեպքի վայրի պահպանություն պետք է իրականացնեին փողոցի հատվածը, այսինքն այն հատվածից, որը հանրային հատված է, ոչ թե անձի անձնական հատված է, հա, բնակարանը դա անձնական տարածք է։ Իսկ ինչ օպերատիվ տեղեկատվություն է ստացել։ Ինչի հիման վրա է։ Օպերատիվ տեղեկություն չէ, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիման վրա անձանց ձերբակալել են։ Ինչ կասկած։ Ընտրակաշառք տալու դեպքի վերաբերյալ դա տեղեկացել եք ոստիկաններից։ Ձեզ ինչներ չթողեցին, որպես փաստաբան։ Չեմ կարող ինչ-որ պարզաբանում ներկայացնել, թե ինչներ չեն թողել։ Երևի չեն ցանկացել, որ ներս խոսեն։ Օրինակապես այս պայմանությամբ ինչ տեղեկություններ ունեք, կամի հոգի կա, բերման երկրորդ Գյումրիում իմ ունեցած տեղեկությունները մոտ 5-6 հոգի են Գյումրիից։ Քաղաքական դեպք։ Ուժեղ Հայաստան։ Եվ առավոտյան նաև Հայաստան դաշինքից էր, չէ՞, այստեղ պատգամավորիչ։ Ճիշտ ասած, Հայաստան դաշինքի մասին լսել է եւս 2 հոգու մասին, բայց այլ մանրամասնություններ չեմ տիրապետում։ Իսկ ովքեր են այստեղ բերման ենթարկված եք։ Ես ասում եմ, ես մտնելու մասով։ Ինչ իրավունքով եք, ինչ հիմքով եք դուք դեպքի վայրի պահպանություն եք։ Դեպքի վայրը դրսից են պահպանություն իրականացնում։ Ցանկապատված տարածքի դեռ փակ է։ Դե եթե այդպես է, մենք է պետք է մուտք գործենք այս տարածքը։ Չէ, ընկեր։ Ինչի համար թույլ չեք տալիս, որ փաստաբանները ներս մտնեն։ Դուք քաղաքացու Հիմա հնարավոր է ինչ-որ ավել բաներ Դուք քաղաքացու տուն եք ներխուժում, ինչ իմանաք, որ ձեր որևէ բան չեք տանում։ Դուք քաղաքացու տուն եք ներխուժում։ Մենք ինչ իմանանք, որ դուք ձեր հետ որևէ բան չեք տանում։ Ինչ գործողություն է արվում։ Հիմա ներսում Ինչ պահպանություններ, օրինակ ինչ եք պահպանում, ինչ պահպանություն եք Լրատվական վարչություն ձեր բոլոր հարցերին պատասխան։ Չէ, դուք պատասխան եք, հիմա մենք կարող եք ասել, ինչ պահպանություն եք անում այստեղ, ուրիշի Դեպքի վայրի պահպանություն, ուրիշ ոչ մի բան։ Բայց ինչի փաստաբաններին թույլ չեք տալիս ներս մտնել։ Հիմա կարող է իրավապահ համակարգից որևէ մեկը տանը որևէ բան է թողնում, ով է պատասխանատու։ Ոչ մեկ ոչ մի բան չի թողնում։ Իրավունք ունի այդտեղ գտնվելու։ Լավ, всё, մնացած հարցերով դիմում եք։ Օրենքով փաստաբանը իրավունքն ինչի է։ Մնացած ձեր բոլոր անհանգստացնող հարցերով դիմում եք։ Չէ, բայց հիմա էր անհանգստացնող հարցը ինչու թույլ չտվեցիք։ Մնացած հարցերով դիմում եք լրատվական վարչություն, ձեզ կտան բոլոր։ Դուք կներկայանաք, դուք ով եք։ Ոստիկանության Շիրակի մարզի աշխատող։
Բայց դուք Անուն ազգանուն։ Դուք օրենքի խախտումներով եք աշխատում։ Այդ մարդու տարածքն է, փաստաբանը պիտի այնտեղ լինի։ Ձեր մնացած ուզող հարցերի պատասխանները ասեցիք, դիմում եք ու ստանում եք, վերջ։ Իսկ ինչ օպերատիվ տեղեկատվություն եք ստացել, ինչ օպերատիվ տեղեկատվություն, այսինքն ձեր գործողությունները պիտի ողջամտության սահմանում լինեն։ Ինչ օպերատիվ տեղեկատվություն եք ստացել։ Հիմա հանգիստ, հա թողեք։ Օպերատիվ ինչ տեղեկատվություն եք ստացել։